Նիկոլ Փաշինյանը սկսել է մեծ տեմպով ոնց որ ատակա կաթողիկոսի դեմ։ Ես եկել եմ, որ կաթողիկոսի դեմ այդ պայքարին դեմ լինեմ։ Իմ կողմից աջակցություն հայտնեմ։ Ում աջակցեք։ Կաթողիկոսին, եկեղեցուն։ Եկեղեցուն եք աջակցում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը դա հակազգային է, այո։ Հա, բա ինչը։ Հակազգային պրոթուրքական քաղաքականություն։ Այ հիմա դուք ուղիղ եթերում եք եւ Նիկոլ Փաշինյանին խոսքով դիմելու հնարավորություն ունեք։ Ինչ խոսք ուղեք Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը Փաշինյանը պետք է մեկ օր շուտ հեռանա ու ազգին թողի, որովհետև ինքը մեր ազգագիծը չի, ինքը հայ չի, իր ամեն մի քայլը հակահայկական է ու պրոթուրքական։ Ինչպես տեսնում ենք, այսօր Ադրբեջանից բենզին եկավ, այսինքն այն ազգից, ով մեզ 2 տարի առաջ կոտորում էր Արցախը վերցրեց մեր ձեռից, սաղին դուրս արեց, այսօր իրանցից արդեն առևտուր են անում։ Լավ, ինչու է հենց Փաշինյանը թիրախավորել մայր եկեղեցին, վեհափառ հայրապետին։ Ինչ բացատրություն ունի սա։ Ինձ թվում է, էսի արտաքին ուժերի հրահանգա իմ կարծիքով Թուրքիայից կամ Ադրբեջանից, որովհետև հենց Փաշազադեն հոգևոր առաջնորդ Ադրբեջանի հենց եկեղեցու դեմ հայտարարություններ արեց, դրանից հետո Փաշինյանը սկսեց արդեն կոնկրետ քայլեր կաթողիկոսի դեմ։ Ու այսքան 7 տարի ինքը իշխանության էր, ասենք 5 տարի առաջ էդի չէր արել կամ 3 տարի առաջ, ու հիմա արեց այդ Փաշազադայի հայտարարությունից հետո էդի արդեն թույլ է տալիս մեզ մտածել, որ ինքը իրոք ուղղորդվում է թուրքական կամ ադրբեջանական կողմերից։ Իսկ ինչ խոսք ուղեք մեր այն քաղաքացիներին, ովքեր սպասարկում են, այսպես ասած, Փաշինյանի օրակարգը դեմ դուրս գալով մեր մայր եկեղեցին։ Իրանք հենց հիմա խաբված են, Փաշինյանը լավ մանիպուլյացիա է անում, հենց 18 տվից սկսած, ուղղակի մեր ազգի մեծամասնությունը չնայած արդեն փոքրամասնությունը դեռ հավատում է Փաշինյանին, բայց ինձ թվում է արդեն մեծամասնությունը իրան չի հավատում, ու այն փոքրամասնությունը, որ դեռ հավատում է, պիտի անխապա արդեն սկսի լուրջ մտածել, որովհետև մեզ իրոք Փաշինյանն իր կառավարությունը, իր վարած քաղաքականությունը տանում է դեպի թուրքացման։ Ուրիշ բան այստեղ չկա։ Հենա տենում ենք Թուրքիայի հետ էլ հեսա, եթե սահմանը բաց են, կսկսվի այդ ավելի բաց առևտուրը, թուրքական էկոնոմիկան կմտնի Հայաստան, կարա մեզ էկոնոմիչեսկի գրավի, ու այդ նշանակումը մենք կլինելու ենք կախված թե Թուրքիայից, թե Ադրբեջանից, ու իրանք արդեն իրանց պայմանները ավելի ուժեղ մեր դեմ կդնեն ու կստիպեն կատարենք։ Չնայած որ արդեն մեծամասնության պայմանները Փաշինյանը կատարել է, թե ցեղասպանության պահով արդեն ոչ միտեղ հարց չի բարձրացնում, թե Արցախն արդեն տվել ու ասում է Արցախյան շարժումը չկա, չպետք է լինի, ու եթե ինչ-որ մեկը հելնում ասում է պետք է շարունակենք, այդ նշանակում է պատերազմ, ու սենց պատերազմով վախացնում է ժողովուրդն էլ, այսքան բան, ուղղակի թող մտածեն, որ Փաշինյանին պետք չի աջակցել ու հավատալ, իր ամեն մի խոսքը մանիպուլյացիա է ու պրոթուրքական նարատիվներ։